Փնթի արդարացում, ամեն մի հարց ունի մեկ պատասխան։ Շատ ավելի լուրջ է հարցը Հայաստան կոչվածի այս մի 30,000 քառակուսի կիլոմետրի, քան դուք իրականում կարծում եք։ Բայց եթե մենք վերցնենք և բոլորի, ովքեր որ խոսում են, ովքեր շփոթված, քանի որ կեղծիքը միշտ երևում է, արդարությունն են խոսում, իրենց կեղտոտ գործը տանելու համար բառեր են թռցնում արանքից։ Եվ այդ ամենը բերում է նրան, որ կատարենք ճիշտ եզրակացություն և փնթի արդարացում, ինչ եմ գրել, և գտնենք այս փնթի արդարացման պատասխանը և ամեն մի հարցի համար գտնենք մեկ պատասխան։ Նախ սրա գնալը Չինաստան, այս ծաղարացուի գնալը, այս մի ծաղարացուի մոտ, երկուսն էլ ծաղարացու են։ Սա նույնպես խաղ է, բայց որպեսզի դուք այս խաղը լավ հասկանաք, բացատրեմ խաղի իմաստը։ Երբ որ սոցսիստեմը քանդվեց, դեռ այդ ժամանակ իր հզորությամբ Ռուսաստան, սոցերկրներ մի շարք և այլն, նաև Հայաստան, նրանք ավելի լավ էին զինված արդյունաբերությամբ, քան Չինաստան կոչվածը։ Եվ պառավը ինչ կատարեց, սատկած պառավը ինչ կատարեց։ Իբր ազատ շուկա։ Ազատ շուկան նրա համար էր, որպեսզի այստեղ իրականում ինչ է կատարվում, գյուղերից ինչպես անասումներն են տանում, մարդկանց հավաքում էին տանում քաղաք, գործարաններում աշխատացնում։ Եվ դա պատահական չէ, որ նաև ռուսական գազը ամենաէժանն մտնում է այստեղ։ Բոլոր այս երկրները, որոնք ոչնչացան, այս միացյալ սոցսիստեմը, մի մասը երկաթը և այլն գնում էին իրանցիք, իսկ ամբողջ աշխարհից գնում էին իրենք բրուտները։ Եվ այդ մետաղները և բոլորը, քանի որ գտնվում է նաև բիրժան Լոնդոնում, այնտեղ որոշում են գները, իսկ Չինաստանը միշտ ստացել է ամենացածր գնով։ Պատկերացրեք, այստեղ ստանում ենք մի ինչ-որ օրինակի համար գործիք թե և այլն արտադրանք, այդ արտադրանքի ընդհանրապես մատերիալը տրվում է ձրի կամ ջրի գնով, այն էներգիան, որը դրա վրա պետք է ծախսվի նույնպես ջրի գնով, այն աշխատողները, որոնք այստեղ աշխատում են, նրանք օրական ստանում են 1 աման բրինձ և որքան ցանկանում են ջուր կամ թեյ խմել, եթե փչանում են, այսինքն մահանում են, գցում են փողոց, նորին են բերում դնում, 1,3 միլիարդից ավել են հիմա։ Հիմա վերցնենք եվրոպական երկրները, թեկուզ վերցնենք Ռուսաստան, վերցնենք մեզ մոտ և այլն։ Պետք է այդ մարդկանց վճարել, քանի որ Եվրոպան էլ ինքը հանդիսանում է Եվրոմիություն, ապա այդտեղ արժեք է դրված, որ մարդը պետք է ստանա օրինակի համար ամենաքիչը $700 համարժեք գումար, որպեսզի կատարի տվյալ աշխատանքը։ Էներգիան հաշվարկ է, այն, որ իրենք ինչ-որ տարածություն պետք է վերցնեն կամ գործարան պետք է վերցնեն կամ ինչ-որ մի անգար, որտեղ այդ գործողությունը կատարեն, այդ ամբողջը ծախս է, իսկ այստեղ ամբողջը ձրի է։ Եվ դուրս է գալիս, որ օրինակի համար մեկ
տղամարդու վերնաշապիկը այստեղ դուրս է գալիս 80 եվրոյի կարգի, ամենացածր որակ Եվրոմիությունում, իսկ այստեղ դուրս է գալիս 3-4 եվրոյի կարգի։ Դե տեսեք տարբերությունը։ Այսինքն այն ճյուղերը, որը պարավին պետք չէր, այդ ճյուղերը ոչնչացրեց եւ մարդիկ 30 տարուց ավելի արդեն մոռացել են, որ իրենք ջուլակ են, մյուսը կոշկակար է, մյուսը այլ գործի է, թեկուս ծանր արդյունաբերությունը եւ այլն։ Մի մասն էլ Թուրքիան էր։ Ինչ էր այդ ժամանակ եւ մինչ օրս թուրքական եւ չինական ապրանքները առանց մաքսազերծվելու եւ իբր դա կատարում են մաֆիաները տարբեր երկրում մուտք էր գործում Եվրոպա, որպեսզի սրանք հարստանան եւ այստեղ չկարողանան նման արտադրանք արտադրել։ Ահա այդ էր պատճառը։ Իսկ հիմա թե սրանք ինչ են իրար հետ բանակցում, թե խոսում, թե Տայվանի մասին իբր խոսում են եւ այլն, դրանք բոլորը այս կրկեսը, ինչ այս ծաղրացուները կատարում են, սա կրկես է։ Միայն այստեղ պայմանավորվում են, թե մեր նմաններին ոչնչացնելուց ով պետք է լռի, ով պետք է իբր ձայնը գցի, հետագայում լռի։ Նման բաներ, ուրիշ ոչինչ այստեղ չկա։ Եվ դիրքերն են, որպեսզի սխալ տեղի չունենա, եթե ինչ-որ մեկի վրա մեծ հարձակում է եւ այլն, որպեսզի չկարողանան որևէ բան կատարել։ Իսկ հիմնականը այս երկրի նպատակը Չինաստանը, որպեսզի այլ երկրներում մարդիկ դառնան գործազուրկ եւ այլ արտադրանք չկարող տվյալ արտադրանքը, ինչ սրանք տալիս են, հիմա էլ ամեն ինչ են տալիս, որպեսզի չկարողանան կատարել։ Նույնը այստեղ կատարվեց։ Սրանք եւ եվրոպական շատ ֆիրմաներ իրենց արտադրանքը տեղափոխեցին Չինաստան։ Մարդիկ այստեղ էլ դարձան գործազուրկ, երբ որ տներ էին վերցրել վարկով, այստեղ էլ դարձան գործազուրկ եւ այստեղ նույնպես։ Ինչի համար, որպեսզի սրանք արտադրեն եւ միայն նպաստի վրա աղքատ վիճակում գտնվեն։ Իսկ այս խաղը, սա այլ խաղ է, սա այլ խաղ է, որ դուք նորից ձեր նավթը կստանաք ձրի, նավթն ու գազը կտանեք, իսկ մնացածի վրա, հատկապես սրանց վրա, արդեն նալոգներ են դնում, իբր Իրանն է դնում եւ սա։ Այս ամենը այդ պայմանավորվածության համար էր։ Ամենա դժվար հարցին ամենից վերջում կխոսենք, բայց հիմա նախորդ ֆիլմի համար ինչ անել։ Ընտրությունները քարկոծել, թե գնալ ընտրությունների, 4-5 հոգի գրեցին լավ բան սովորեցեք, վատ բան եք սովորեցնում։ Ճիշտ եք, վատ բան եմ սովորեցնում, քանի որ 5000 հային օֆիցիալ թվերով, բայց ոչ օֆիցիալ թվերով 7000 հայի, որոնք մի մասն էլ կորած են, սպանելով միայն 44 օրում 5000-ը եթե 50 օրի էլ բաժանենք, 100 մարդ օրական սպանել են, նիկոլենք։ Այսինքն նրանց ճակատը պետք է համբուրվի եւ ընտրությունները պետք է համարենք, որ լավ ընտրություններ են հիմա տեղի ունենում եւ աղոթենք ձեր Տիրոջը, որպեսզի շնորհակալ լինենք նրան, որ այդպես կատարվեց եւ Հայաստանը աշխարհի ամենամեծ երկիրը լինելով այսօր 30,000 է, 15 թվականին էլ աղոթեցինք, կորցրեցինք մեծ մասը, հիմա էլ 21-րդ դարում նորից աղոթեք, հիմա էլ քնչու եք դառնում։ Դա արդեն ձեր գործն է, ես այստեղ ասելու ոչինչ չունեմ։ Այժմ ինչու են ընտրությունները այսպիսին, ինչու են նորից այս տականքին, այս զզվելի դեպքով տականքին ընտրում։ Եվ ես մի քանի անգամ ասել եմ, երկրի հակառակ կողմը, սա իրենից ինչ էր ներկայացնում, որ այսպիսի գիրք կարողանար գրեր, երբ որ ինքը երկու նախադասություն ասելիս չի կարողանում միտքը դասավորի, թե ինչ է ցանկանում ասել։ Այսինքն,
Ինչպես էս գիրքը, ինչպես է 18 թվականի իբր հեղափոխությունը ռուսերեն, անգլերեն սրա սովորելը, այդ բոլորը սրան վաղուց պատրաստում էին այս ամենադաժան գործի համար։ Ես էլ հասկացա։ Եվ հիմա փաստերն ինչ են այստեղ մեզ հուշում։ Ալիևը խոսում է Տաուշի, Լորվա, Շիրակի, Վայոց ձոր, չգիտեմ Վայոց ձորը այո թե ոչ, Արարատի, այդտեղ դա մեր հայրենիքն է, Արևմտյան Ադրբեջանն է, և 300,000 ազերի պետք է գա։ Նախորդ ֆիլմում և մի քանի ֆիլմում ասել եմ այդ մասին, նախ պետք է սա վերցնեին, ամբողջ Արցախը վերցրեցին, իբր ռուսներն էլ հիմա ինատ են ընկել, ռուսներն էլ այստեղ իրենց կեղտոտ խաղն են խաղում, այն որ ասում է արծիվի թևեր չունես, այ ագրավ, ոչինչ չես կարող անել, այս գոնե մի խանգարի և այդ վերջի դերդ մի կատարի, Ռուսաստանի այդ կեղտոտ կառավարության մասին եմ ասում պուտլերից վերցրած։ Այստեղ ամենակարևոր մոմենտը սա է, այդ Միջին Ասիայից, թեկուզ Ռուսաստանից, Վրաստանին ուզում են կալանքի տակ վերցնեն, Վրաստանին երևի տան Ռուսաստանին, բայց ոչ լրիվ Վրաստանը, Վրաստանին էլ այսպես կտրտեն։ Ինչ են այստեղ ցանկանում անել, ասել եմ նախորդ ֆիլմում, այստեղ մի 16 և մի 10 ճանապարհներ են գալու և գազամուղ և նավթամուղ և ավտոճանապարհներ և երկաթգծեր են գալու այստեղ, Թուրքիան և Ադրբեջանը կառուցում են, լավ, Նախիջևանով անցան, այստեղ այս արանքը շատ փոքր է, դրա համար նաև Արարատից են կտրում, սա էլ են կտրում, Արարատյան դաշտը, որը մեզ համար գոնե սննդամթերքի ինչ-որ մրգերի մաս էր ապահովում, սա էլ են կտրում, ինձ թվում է Վայոց ձորին էլ են կտրում այստեղ, որպեսզի այդ ամբողջ ճանապարհով անցնի։ Մյուսը Ալիևը չի խաբում, ասում է սա էլ է մերը, վերևից էլ են կտրում, այս ճանապարհով էլ պետք է գա։ Սրանք այս եկողները նաև Վրաստանից են սա վերցնում, այս ճանապարհով պետք է գա, էլ չեն բերելու այսպես նորից բարձրանա, դրա համար Հայաստանը կտրտում են, և Նիկոլը և Ալիևը այստեղ ճիշտ են խոսում։ Հիմա հասկացաք, թե ինչի համար են սա կատարում, ինչի համար են Հայաստանը կտրտում և ինչեր նաև 1920-ական թվականներին Հայաստանի իբր չափը 10,000 քառակուսի կիլոմետր, նորից հասցնում են դրան, որպեսզի Հայաստանը դառնա 10,000 քառակուսի կիլոմետր, այսպես փոքր ինչ-որ մի մաս, մնացածը լրիվ վերցնում են, և նաև դա պատահական էլ չէր, որ եկավ և ջերմուկում Ալիևը նստեց, դրա համար, որպեսզի այդ նոր ոսկու հանքը, որ Սերժիկենք պետք է տային Չարլզին, հիմա ինքն է տալիս, հայերը այստեղ արդեն դարձան երկրորդական դեմք, իրենց անասուն այդ կառավարությունով և ռուսների հետևը համբուրելով, այս ամենը կատարվում է այս ձևով, հիմա ավելի խորանանք, որպեսզի ձեզ հասկանալի լինի, աման իրան պատերազմը, իմիջիալոց կրկնություն չլինի ասելը, այստեղ ասեմ, որպեսզի հասկանաք, մինչև Թուրքիա Ադրբեջան լինելը հենց Իրանի և իբր արաբներ, որոնք նույն ցեղերն են այստեղ էլ կան այդ արաբական ցեղերը, դրանք աճեցրած ոչ նորմալ միա տիպի այլ խառնուրդ են, ինչպես նաև սրանք են խառնուրդ, դրա համար Հայաստանին ոչնչացնելով, վերջում էլ, որ արդեն
հույս չունեին հայերն, այդ ժամանակ նոր բերեցին թուրքերին եւ 20 թվականներից աճեցրած ազերիներին։ Ինչի համար։ Քանի որ սա իբր Իրանին չկարողացավ հաղթել, հիմա էլ նորից պետք է հարձակվեն, սա նույնպես խավ էր, որպեսզի մեզ թուրան կամ այդ ճանապարհը չանցներ այսպես։ Եվ ինչի նաև չանցնի Վրաստանով, չէ որ Վրաստանով ավելի կարճ է իրենց համար, քարքարոտ Հայաստանով պետք է անցնի, այստեղ մեր վերջն են բերում։ Եվ այս երկու ադրբեջանցուն կամ Իրանը մեր բարեկամն է, Իրանը այսպես է, Իրանը երբեք մեր բարեկամը չի եղել։ Եթե հերթով քննարկենք առաջին դանակը սա է հայերի սիրտը խրել, երկրորդը թուրքերը, հետո ռուսներն ու սրանք, սա պետք է չմոռանալ, սա պետք է հիշել, որ սրանք եւ իրենք ինչ են ադրբեջանցի, սրանց ղեկավարները, քանի որ եթե այդ խառնուրդներից լինեն, որը իրանական, ավանական եւ այլ խառնուրդներ են, ապա նրանք շատ շուտ այստեղ բուն կբարձրացնեին, բայց սա ռեժիմ է, այս ռեժիմով ճնշում են։ 2-3 միլիոն մարդ է այս ընթացքում այստեղ մահացել այդ նավթ, գազ եւ այլն արտադրությունում եւ սրանք ռեժիմը ամենասարսափելի ձևով են պահել։ Այդ մասին չի խոսվել նրա համար, քանի որ դա իրենցն է, բրուտներինն է սա եւ սա հարստություն է, առանց աշխատանքի հարստություն է, սրանք աշխատում են, իրեն գալիս տանում են։ Հիմա էլ այստեղ այս ճանապարհը Չինաստանը նորից կստանա իր բաժինը եւ առանց վարձ մուծելու Եվրոպան այստեղ վարձ կմուծի եւ այլոք։ Հասկացաք թե ինչի համար նաեւ այս պատերազմը տեղի ունեցավ։ Նաեւ այս պատերազմում մի փրսա չկարողացավ հաղթել, թե պետք կարող էր մի ինչ-որ տեղ ատոմային փոքր ռումբ գցել եւ սրանք հանձնվեին, ինչի չարեց։ Դրա համար, որպեսզի փնթի արդարացում ունենան, որ Հայաստանով անցնի, հայերին վերացնելու համար, աշխարհում շատ ճանապարհներ կա, կարող էին այսպես անցնել, կարող էին վերևով Վրաստանով անցնել, որը ավելի իրենց համար մինչև օրս էլ Բաքու-Ջերյանն անցնում է, կարող էին կատարել, չեն կատարել հենց այդ պատճառով։ Դրա համար շատ կարճ խոսում եմ այս ֆիլմը, որպեսզի հասկանաք, որ այս պատերազմն էլ, թե նաև Պաղեստինի պատերազմը, ինչպես մենք նաև պաղեստինցիք տեղացի են, վրաները գիծ քաշեցին, մեր վրա էլ են գիծ քաշում, այսօր շվշվացնելով նորից Երևանում, ռեստորաններում եւ այլն, շվշվացնելով ապրում եք, չմտածելով, որ սա վերջն է։ Վերջը դուք կարծում եք դա այն ժամանակ է, երբ որ ֆիլմում գրում են ֆիլմի ավարտը, չէ, սա Հայաստանի վերջն են բերում եւ ինչի համար այստեղ այս ճշտախոսին չեք լսում։ Ամենաճշտախոսը սա է եւ սա ճիշտ ասում է, թե ինչ են Իրանից պահանջել բրուտները եւ նա ասում է սա էլ է մերը, սա էլ է մերը, սա էլ է մերը, այսինքն ինձ արտոնություն են տվել, որպեսզի դրանք վերցնեն։ Եվ դուք անցնում եք երկրի հակառակ կողմը, իսկ երկրի հակառակ կողմը դա գետնի տակն է։ Եվ այս տականքի այդ գիրքը որ գրել են, եթե լրիվ լավ ուսումնասիրեք, ես չեմ կարդացել, բայց մեկին խնդրել էի, որը կարդացել էր, եւ նա ասեց, որ իմաստը դա է, որ տանում է կործանման, եւ այս փնթի լակոտին ադրբեջանցի դրա համար էին դրել, իսկ այս ծաղրածոին բերել են նրա համար, որպեսզի սան բոլորը միասին սրան առաջ գցեն, որպեսզի վերջացնի դա։ Իրենց համար հայրենիքը դա ոչ Սյունիքն է, ոչ Շիրակի, Լոռվա, Տավուշի մարզն է, ոչ Արարատի, իրենց համար հայրենիքը Երևանն է։ Քաղաք պետություն էլ մնա իրենց բոլորին ձեռք է տալիս, մլիցեքին կպահեն,
ժողովուրդը չի կարող իրենց ոչինչ անել։ Ահա թե բրուտը ոնց է վերջացնում մեզ, իսկ եթե սա էստեղից կդրեց, սա էլ էստեղից կդրեց, ինչ եմ էստեղ նույնպես սրանք ցուցադրել, ապա թե արտասահմանում ես ապրում, թե որտեղ, եթե Հայաստան պետք է գնաս, արդեն անձնագիրդ սա չի լինել, և դու պետք է գնաս, քեզ պետք է ստուգեն կամ ազերիները կամ թուրքերը, և այդպիսով էլ հայտ չի մնա։ Դրա համար այս ընտրություններում, երբ որ ես ասում եմ պետք է շատ դաժան գտնվել, սկսում են նաև անողեք դուք արեք, մարդկանց միայն աղոթել սովորեցրեք, այսպես բաներ և նման տարբեր հիմարություններ, այլանդակություններ գրելով։ Իսկ սա ամենահին աշխարհի և արարիչ ազգի կործանումն է։ Կամ գրում են, երբ որ խոսում եմ, ասում եմ, որ բոլորը դրանք ծրագիր են, բոլորը, ովքեր Հայաստանում ելույթ են ունենում, հեռուստակայաններ, ռադիոկայաններ, կուսակցություններ, թե ինչ-որ կազմակերպություններ և այլն, դրանք բոլորը ծրագիր են, այդտեղ հայի շունչ չկա, բոլորը թուրքաջհուդ կամ ռուսաջհուդ կամ Եվրոպայից բերված, Սորոսից բերված այդ բոլորը ծախված պոռնիկներ են, ուրիշ ոչինչ, կարող եք համոզվել դրանով։ Իսկ այս ֆիլմի նպատակը նա էր, որովհետեւ դուք հասկանաք, որ Հայաստանը այն ձևով, որը մտածում եք, դա չի լինելու։ Եվ 2 օր առաջ, երբ որ նաև 111-ը ուղարկեց արդեն Մայքլի այն հաղորդագրությունը, որը ես ավելի կոպիտ ձևով էի ներկայացրել 40 օր է մեզ տրված, 40 օրը հենց սա է, որ մոտենում է։ Ինչ տարբերություն, երբ որ քեզ այս քարտեզով նայենք, ինչ տարբերություն, երբ որ սա քեզնից կտրում են այսպես, այստեղից էլ սա են կտրում, այստեղից էլ սա են կտրում, ինչ ես դառնում, հետն էլ սրա կեսը, մի այսքան բան ես մնում, կեսը սրանց կողմից, կեսը սրանց կողմից։ Ինչի համար, պայքարող չկար, թե ծախված լրտեսներին պետք էր դա անել։ Երբ որ ցանկացածի ընտրության ժամանակ, թե նստած ժամանակ ասել են, որ պետք է տանել ստուգման, նա հայ է, թե հայ չէ, ընդհանրապես ոչինչ ձեր մեջ չի արթնանում։ Եթե իրականում դրանք հայեր լինեին, ապա մինչև Նարիմանովը 22,000 միայն ոստիկան չէր պահի, իսկ Նիկոլի ժամանակ արդեն 31,000 ոստիկան է, միայն Երևանում ղժբժում, մարզերում դրանց միայն 5-6,000 են, մնացածը Երևանում, ու հայը պաշտպանում է լրտեսներին, ինչպես եղավ գերմանացիների հետ, գերմանացիներն էլ չհասկանալով, բայց ստուգում էին, այդպես էլ չհասկացան, և ասացի նրանց սրանից 15 տարի առաջ, որ ստուգեք Էվա Բրաունի նկարները, համոզվեցին, որ այդպես է, և սրանք բոլորը այդ 4-ն էլ լրտեսներ լինելով երկիրը քանդեցին, ավերեցին, մինչև հիմա ոչ մեկիդ պետք չի, ոչ մեկիդ պետք չի։ Սրանից հետո ես այլևս ոչինչ չեմ ասի, թե ինչ կարելի է անել, այդ ինքներդ մտածեք ինչ եք անում։ Եվ նախորդ ֆիլմում նույնպես ասացի, 111-ը և Խալթեցին,
ձեզնից սպասում են, որ գոնե ցույց տաք, որ ալո Հայաստանում մարդ կա, միայն թուրքաջհուդ երկիրը ծախողները չեն, մարդ կա, որպեսզի նրանք էլ իրենցը անեն, ես էլ իմը անեմ։ Իսկ նա, որ հիմա այս ասածս էլ էս ամենա սարսափելի էս փաստն էլ, որ չհասկանաք, եւ նորից աննասուն գնաք եւ ձեր վերջը տաք, այն ժամանակ կհասկանաք, երբ որ արցախցիների նման մեքենաները նստած փախչում եք մի մասդ վերև, մի մասդ ներքև, եւ Հայաստանում հայ էլ չի մնա։ Եվ այստեղ նաեւ Երևանի հրապարակի տակը շատ մեծ նաեւ հայկական գաղտնիքներ կա, ինչի մինչ օրս չեն բացում։ Կարող էին, չէ, բացել մի փոքրիկ կետ, 2-3 մետր, այդտեղ ինչ-որ բան կառուցել եւ այդտեղով մտնել, ուսումնասիրել, քանի որ արգելել էին բրուտները, բրուտներին ասել էին ռուսներն արգելել էին, որ Երևանի հրապարակի տակը ստուգեն նաեւ հայկական այդ բոլոր նմուշները եւ ինքնությունը, որ հայկական է այդ ամբողջը։ Ես ընտրություններից հետո ասել եմ, կպատրաստեմ ֆիլմ, որ եւ ռուսներին, եւ ազերիներին, եւ թուրքերին մի լավ հարված ռուսերեն լեզվով կտամ, թեպետ ռուսերենի կեսը մոռացել եմ, կաշխատեմ լրիվ մաքուր ձևով ասել այդ մասին։ Բայց այստեղ, որ սա էլ դուք չհասկանաք, սա կլինի ձեզ համար շատ սարսափելի։ Սևանը 2-3 տարում 10-ից մինչև 5-ից 10 մետր իջնելու է մակարդակը, գողանալու տանելու են լրիվ, եւ դա դրան է տանում։ Ինչի էս ճանապարհը, որը կարող էր այսպես անցնել, եւ այստեղից էլ թե ծովով էին բերում, այսպես անցնել, պետք է գար, այս մասերը ընդհանրապես Վրաստանի շատ հարթավայրային են, այս մասերը, այստեղ, այսպես գար, չէ, պետք է գա քարքարոտ հայկական այդ լեռներով, այստեղից էլ պետք է գա այս ձևով գնա, եւ դրա համար քոր շունը կյանքի մահու գնով չէր թողում, որպեսզի հայերը մտնեն նաեւ Նախիջևան։ Հասկանում եք այս ամենը։ Սա շատ ծանր դժվար նյութ է։ Նորից ասեմ, որպեսզի կարճ կոնկրետ հասկանալի լինի։ Այս տականքի իբր Իրանին կամ Իսրայելի վրա հարձակումը դա դրա համար չէր։ Արդեն հասկացել եք, որ դա այստեղով անցնող ապրանքների վրա կալանք դրվի եւ գները բարձրացվի։ Բացի գները բարձրացվելը, եթե նրանք անցնում են կես օրում, այստեղ հերթեր կուտակեն, նաեւ դրանով սովի եւ ցրտի մատնեն, դա կկատարեն արդեն սեպտեմբեր ամսից։ Իսկ երկրորդը, որ իբր չկարողացավ, Իրանը այնքան հզոր էր չկարողացավ եւ այստեղ մեզ փուրն են տանում։ Դրա համար վերնագիրը գրել են, որ բրուտի սա փնթի արդարացումն է, թեպետ ինքը ընդհանրապես իբր ինքը չկա, մյուսներն են այդ ամենը կատարում։ Եվ այստեղ եւ Նիկոլը եւ 4 տականքները բոլորն էլ գիտեն դրանք, որ Հայաստանից մնալու է այսպես մի կտոր բան, այսպիսի մի կտոր բան, 10,000 քառակուսի կիլոմետր, բաժանեք 3 մասի, 10,000-ը թողեք եւ արևմտյան Ադրբեջանով կգնան եւ այստեղով կգնան եւ դրա համար այդ 300,000 ադրբեջանցի կոչվածներին այստեղ են լցնել եւ Հայաստան չի լինելու։ Նորից եմ կրկնում, եւ այս ծաղարացուին,
որը ռոբոտի նման է խոսում, հայերեն խոսալ էլ չգիտի, ռուսերեն էլ թամամ չգիտի, թե սա ոնց է միլիարդատեր դարել, արդեն պարզ է, որ Պուտին, այդ Ռոբերտ Ումուդով, Նարիմանով եւ այլն, իբր սա միլիարդատերը, այդ սրանց գումարները, Քորշան եւ մնացածի գումարները, այս պոզավոր անասունը բազմացնողն է, ինչպես Լվիկն է եւ այլն։ Եվ այստեղ ամենաճիշտը սա է խոսում։ Եվ եթե իրականությունը եւ փաստերը դիտարկում ես, ապա գալիս է սրան, որ սա ճիշտ է ասում։ Եվ ռուսներն էլ մի քանի անգամ շեշտեցին, որ նաեւ իրենց եւ այստեղ ռուսները մեծ գումարներ են վճարելու եւ Եվրոպայով փակեցին, նաեւ ռուսների համար, նախ Ուկրաինայով փակեցին, որ ռուսների նավթ ու գազը գնար, հետո Լեհաստանի պրեզիդենտին սպանեցին, ռուսները նա չթողեց, հետո Բալթիկ ծովով, այդ Բալթիկ ծովին էլ տրաքացրեցին, որպեսզի ռուսներն էլ այստեղ։ Դրա համար ռուսները իբր այսպես խաղում են եւ Պուտինի ասածը նա էր, որ Նիկոլին, միայն Նիկոլին ընտրեք։ Նիկոլին իբր դեմ է, բայց Նիկոլին ընտրեք։ Բոլորը այստեղ փնթի խաղ են խաղում։ Եվ մենք դարձել ենք որբի գլուխ։ Ասում են լավ բան ասեք։ Երբ որ լավ բան ասում եք լավ բան սովորեցու։ Երբ որ հիմա այդ ճշմարտությունն եմ ասում, ես ինչ եք տխուր բան ասում։ Երբ որ ասում եմ պետք է այդ 4 գլխանի դևին սատկացնել, ասում եք լավ բան ասեք, դա լավ բան չի։ Հիմա էլ երբ որ ամենասարսափելին եմ ասում եք բա մի լավ բան չկա ասել։ Դրա համար կողմնորոշվեք ինչ եք ցանկանում, ով եք եւ այս աշխարհից դուք ինքներդ ինչ եք ցանկանում։ Ես իմ ասելիքը ասեցի։ Ես ամեն ինչը մինչև կատարվելը բացատրում եմ ձեզ, թե ինչը ոնց է։ Իսկ թե դուք կընդունեք, թե չեք ընդունի, ձեր մեջ հաշվեք եւ այս հիշեք, ամեն հարցի համար գտեք մեկ պատասխան։ Այստեղ էլ եմ ճիշտ ասում, թե սխալ եմ ասում, թե ծայրից ծայր սխալ եմ ասել, թե ծայրից ծայր ճիշտ եմ ասում։ Ինչ որ մի բան կարող է ժամանակին մի քիչ փոփոխեն եւ իրենք ես նույնպես փոփոխված ասեմ։ Եվ ես 14 տարեկան երեխա լինելուց մինչ օրս միայն բրուտով եմ սպառում։ Քանի որ ինչ աշխարհում կատարվում է, թեկուզ մի շուն է սատկում առանց իրեն թույլատրությամբ, ոչ ոք ոչինչ չի անում։ Այսօր էլ մտածում եք, որ Չինաստանը հզոր է, Ամերիկային ոնց եք ասում ձեր լեզվով կկզացնի, չէ, Ամերիկան է ուժեղ, Չինաստանին էսպես։ Եվ սա, սրանք բոլորը ծաղրացումներ են։ Եվ եթե լավ հիշում եք Չարլզի ելույթը, երբ որ Տրամպը ընթրիքի էր հրավիրել, այդ ժամանակ, եթե բառերը լավ հիշեք ասածը, կհասկանաք, որ այդ տղա, դուք մերն եք, մենք չենք ձերը, դուք մերն եք, մեր ստեղծածն եք դուք, ու մեզ համար պետք է աշխատեք։ Այսքանը, եւ հասկացեք, թե այստեղ արդեն այս փնթի ընտրություններում ինչ են կատարել։ Եվ վերջում միայն երկու բառ ասեմ։ Բոլորն են պրոյեկտ, սրանից հետո այլևս հարց չտաք, բասա, բոլորը պրոյեկտ են, բոլոր հեռուստաալիքները, բոլոր կուսակցությունները, բոլոր կազմակերպությունները, բոլոր Հայաստանում գտնվող լոպաս խոսացողները, դրանք բոլորը պրոյեկտ են։ Եթե դրանք պրոյեկտ չլինեին, մեկ ժամում դրանց վիզը կհոլորեին։ Դրա համար ինչ անում եք գաղտնի արեք, նույնիսկ ձեր կողքի մարդը չիմանա։ Շատ մարդիկ եմ ես պատժել, շատ ժամանակ ինձ ասել են, բայց սա ով էր, որ բան ասեց չպատասխանեցիր։ Գիտեք ինչ, կա այսպիսի մի բան, եթե դու պատվախնդիր կամ լուրջ մարդ ես,
տականքի հետ գլուխ չես դնում։ Տականքը լավ ասեց իրենը։ Լռում ես ինչի համար, քանի որ երբ որ գնաս ինքը զգաց, որ ուշն էլ չի պատում, հետևից գլխիդ քարով խփելու է։ Եվ դա ոչ պատվաբեր է, ոչ էլ գեղեցիկ է քեզ համար։ Բայց երբ որ տականքը արդեն մեկ ուրիշին է կպչում եւ այդ ժամանակ տականքի ոտքերն ու ձեռքերը կտրում ես, դա չի էլ հասկանում դա ով արեց։ Հասկացաք ինչ եմ ասում։ Գլուխ մեկ գով է ոչ միտեղ։ Ինչ կատարում եք, կատարեք ու հեռացեք։ Նույնիսկ լաց եղեք դրա համար, որ այս ինչ վատ բան կատարվեց։ Բայց եթե նույնիսկ խմող եք, խմած ժամանակ էլ գլուխները երբեք չգովաք։ Այսքանը, բայց արդեն հայրենիքը ես կորած եմ համարում, թեպետ մենք հետ կբերենք, դուք ոչինչ էլ չեք կարող անել այսքանը։